ավելի քան 2 միլիարդ 112 միլիոն դրամ։ 2023 թվականին ահա այսքան նվիրատվություններ են ստացել պետական եկամուտների կոմիտեի, դատական համակարգի, ուժային կառույցների եւ Հայաստանի Հանրապետության մարզային համայնքների աշխատակիցները։ Ուշագրավ է, որ նվիրատուների մի մասն իր կողմից ներկայացրած հայտարարագրում անգամ չի ունեցել այնքան գումար, որքան նվիրաբերել է բարձրաստիճան պաշտոնյայի։ Ինֆոկոմը պարզել է, որ 2023 թվականին Հայաստանի մարզային համայնքների 20 պաշտոնյա ընդհանուր 596 միլիոն դրամի 31 նվիրատվություն է ստացել 30 նվիրատուներից։ Նրանց թվում կան նաև իշխող ուժի կարկառուն ներկայացուցիչներ։ Օրինակ, Վեդի համայնքի ղեկավար քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը միայն 2023 թվականին 43 միլիոն դրամ նվիրատվություն է ստացել իր հորաքրոջ տղայից, ինչպես նաև 10 միլիոն դրամ հորից։ Ինչ նպատակով է Սարգսյանը ավելի քան 53 միլիոն դրամի նվիրատվություն կատարվել եւ ինչու էր այդքան խոշոր գումար հարկավոր համայնքապետին։ Ֆակտոր TV-ն փորձեց պարզել հենց Սարգսյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Ավելի վաղ Ինֆոկոմի գրավոր հարցմանը համայնքապետը այսպես էր պատասխանել. Հորաքրոջս տղայի կողմից ինձ որպես նվիրատվություն փոխանցված 43 միլիոն դրամ եւ 2023 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված նվիրատվության պայմանագրով հորս կողմից ինձ որպես նվիրատվություն փոխանցված 10 միլիոն դրամ գումարով ձեռք են բերել հասարակական նշանակության թվով 2 անշարժ գույքերի 1/4 բաժնեմասերը։ ՔՊԱ-ական եւս մեկ պաշտոնյա Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը 19.5 միլիոն դրամ է ստացել ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերությունից։ Ֆակտոր TV-ի հետ զրույցում Սափեյանը նշեց, համայնքի համար է նվիրատվություն ստացել։ Հիմա այդ մարդը ներդրում է կատարում։ Ի՞նչն է խնդիրը, ես ուզում եմ հասկանամ, ի՞նչն է խնդիրը, ասիկս այդ մարդը որ գալիս է Թալինում գույքա ձեռք բերում կամ գումարա տալիս ինձ, ես գույք եմ ձեռք բերում։ Այդ գումարը իմ խրախճանքի համար կամ նոր բրասլետ գնելու կամ ցետ գնելու համար չի տալիս։ Թալինն է նվիրաբերել իմ միջոցով։ Այստեղ արդեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը խնդիր էր տեսել դեռ նախորդ տարի։ Ավելին, կոռուպցիոն հանցագործության կասկածանքով դիմել էր գլխավոր դատախազություն, սակայն քրեական վարույթ չէր նախաձեռնվել։ Օրինականությունը ստուգվել էր հսկող դատախազի կողմից եւ վարույթի հիմքեր չէին եղել։ Եվ եթե մամուլի եւ իրավապահների ուշադրության կենտրոնում տարբեր առիթներով հայտնված Սափեյանն ու Սարգսյանը մի քանի միլիոն նվիրատվությամբ են աչքի ընկնում, ապա լայն հանրությանն անծանոթ աշտարակ համայնքի ավականու ՔՊԱ-ական անդամ Գնել Սուքիասյանը, որի լուսանկարն անգամ չգտանք, 305 միլիոն 688 հազար դրամ է ստացել, որը ըստ հայտարարագրի եղբայրն է նվիրաբերել։ Նրանից հետ չի մնում Ապովյան համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Արթուր Մովսիսյանը, որն իր հորից 98 միլիոն դրամ է նվիրատվություն ստացել։ Խնդրահարույց չէ արդյոք նման խոշոր չափերի նվիրատվությունները։ Շատ հաճախ իրականում նվիրատվությունը դա ապօրինի հարստացումը քողարկելու միջոց է։ Այստեղ պետք է խորանալ, հասկանալ, ծնողները օբյեկտիվորեն հարուստ մարդիկ են, որ կարող են իրենց զավակներին նվեր տալ, եթե այդպես է ոչ մի խնդիր չկա։ Բայց հաճախ տեսնում ես, որ չէ, տեսնում ես, որ կներեք ծնողները թոշակով ապրող մարդիկ են, համեստ ապրող մարդիկ են, ասում ես չէ։ Եվ այստեղ պետք է այս դետալների մեջ խորանալ, այս դետալների մեջ հաճախ սատանա կա պահկված։ Խոշոր նվիրատվություններ միայն մարզային պաշտոնյաները չէ որ ստացել են։ Ինֆոկոմը հաշվել է 2023 թվականին պետական եկամուտների կոմիտեի 77 աշխատակիցներ ստացել են մոտ 478 միլիոն դրամի 109 նվիրատվություն։ Ամենամեծ նվիրատվությունը ստացել են հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչության վարչության նախկին պետ Արմեն Սաֆարյանը 58 միլիոն 200 հազար դրամ եւ հարկային տեղեկատվության եւ ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ Սուրեն Գալստյանը 57 միլիոն 900 հազար դրամ։ Երկուսն էլ այդ գումարները ստացել են իրենց հայրերից, որոնք հայտարարատու անձ չեն, հետևաբար նրանց եկամուտները հետագծելի չեն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին ղեկավար Հայկուի Հարությունյանն ընդգծում է, շատ հաճախ հենց այսպիսի նվիրատվություններն են խնդիրներ առաջացնում պաշտոնյաների համար։ Այդ մշակութային բաղադրիչը, որ ով ասեց, որ պիտի անընդհատ պաշտոնատար անձին, այդպես ասած, հայկական ավանդույթով լավություն անելը նվերի տեսքով թույլատրվի շարունակել եւ կապ չունի դա ինչ տեսակի առիթ է, կապ չունի դա հարսանիքի նվեր է, դա կնունքի նվեր է երեխայի եւ սուբյեկտի, առհասարակ ամբողջ կոռուպցիան որպես համակարգային երևույթ նաեւ ոչնչացնելու կամ նվազագույնի հասցնելու իմաստը նա է, որ մենք մեր անձնական հարաբերություններում եւս
պաշտոնի գործոնով ունենանք այն կաշկանդվածությունը, որ նույնիսկ մեր հարազատները մեզ որոշակի նվերներ տալիս, մտածեն, պետք է մենք վտանգենք այդ սուբյեկտին, թե ոչ։ Հատկանշական է, որ նման օրինակ դեպքերը քիչ չեն պետական եկամուտների կոմիտեում, ավելին 478 միլիոնից 416 միլիոն դրամը պետ աշխատակիցները ստացել են գումարի տեսքով, իսկ մոտ 62 միլիոն դրամը բնամթերային ձևով։ Ֆակտոր TV-ին դիմեց պետ լրատվական ծառայությանը խնդրելով պարզաբանել, խնդրահարույց չէ կոմիտեի աշխատակիցների նման խոշոր նվիրատվություններ ստանալու փաստը։ Պետից պատասխանեցին, թե խնդիրն իրենց դրույթում չէ, եթե ռիսկ էր պարունակող որևէ հանգամանք լինի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրություն կսկսի, մինչդեռ ընդգծենք, հանձնաժողովը իրավասու չէ ինքնակամ ստուգումներ իրականացնել։ Հանձնաժողովը իր հայեցողությամբ չի կարող որոշում կայացնել որևէ պաշտոնատար անձի հայտարարագիր ստուգել կամ վերլուծել, դրա համար պետք է առկա լինեն օրենսդրական որոշակի հիմքեր, դրանք են անձանց, այդ թվում իրավաբանական անձանց գրավոր դիմումները, մամուլի հրապարակումները, որոնք եւ հիմք են հանդիսացել այս ստուգումների համար, եւ արդեն հանձնաժողովի սահմանած ռիսկային ցուցիչները, որոնք հանձնաժողովի կողմից հաստատելուց հետո նոր դառնում են հայտարարների վերլուծության օրենսդրական հիմք։ Իրավապահ եւ դատաիրավական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները եւ աշխատակիցները եւս զերծ չեն մնում խոշոր նվիրատվություններից։ Միայն 2023 թվականին 57 դատավորներ, դատավորի օգնականներ, դատական դեպարտամենտի աշխատակիցներ ստացել են մոտ 695 միլիոն դրամի 68 նվիրատվություն, իսկ գլխավոր դատախազության քննչական կոմիտեի, ներքին գործերի նախարարության հակակոռուպցիոն կոմիտեի եւ ազգային անվտանգության ծառայության 85 աշխատակիցներ ավելի քան 343 միլիոն դրամի 105 նվիրատվություն։ Դատական դեպարտամենտից եւս նշեցին, խնդրի կարգավորումն իրենց լիազորությունների շրջանակում չէ։ Դատավորների հայտարարագրում առկա գումարների ծագման աղբյուրների հետագծելիության ստուգման լիազորություն բարձրագույն դատական խորհրդին վերապահված չէ։ Հայտարարագրերի ստուգման եւ վերլուծության իրավասությունը վերապահված է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, իսկ ապօրինի հարստանալը որպես հանցանք որակելուն ուղղված միջոցները գլխավոր դատախազությանը։ Խոշոր նվիրատվությունների մասին Ինֆոկոմի արձանագրած տվյալները ուսումնասիրել է նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ինչի առթիվ նախաձեռնվել է 3 վարչական վարույթ։ Այդ նվիրատվությունների գործարքներում որպես ռիսկային դիտարկվել են եւ ըստ անհրաժեշտության հայտարարություններից պարզաբանումներ են հայցվել այն հարցերի վերաբերյալ, թե ինչ եղանակով են նվիրատվությունները ստացվել, խոսքը վերաբերում է կանխիկ կամ անկանխիկ եղանակին, ինչպիսին է եղել կողմերի միջև բնույթը, այսինքն արդյոք առկա է որևէ ազգակցական ընտանեկան կամ ընկերական կապ թե ոչ, որն է եղել նվիրատվության շարժառիթը, ինչ նպատակով է տրվել եւ ամենակարևոր հարցը թերևս, արդյոք այդ նվիրատվությամբ ստացված դրամական միջոցները հիմնավորվում են նվիրատուի օրինական եկամուտներով կամ գույքային դրության շրջանակում։ Եվ մինչ նվիրատվությունների խնդրի կարգավորման մասով առաջարկություններն են ներկայացվում, զուգահեռ ֆոնին բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերում շարունակվում են ավելանալ խոշոր չափերի դրամական միջոցներից եւ բնամթերքներից կազմված նվիրատվություններ։